Ողջույն 24-ի եթերում հետագիծն է Նարեկ Գալստյան, այս բանի ես հյուրընկալում եմ Հայաստանի ֆինանսների նախկին նախարար տնտեսագետ Վարդան Արամյանին։ Պարոն Արամյան, ողջունում եմ եւ շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Արամյան, առաջնային այսօր ներքաղաքական, անգամ ներէքսպերտային չեմ կարող ասել, նաեւ հենց ներքաղաքական հարցերից մեկը, երևի թե թիվ 1 օրակարգը Սյունիքով հնարավոր անցնող կոմունիկացիաներն են։ Բոլորը խոսում են դրա անվտանգային հնարավոր խնդիրների մասին, որ մաքսային ոնց է լինելու, չգիտեմ, հայ սահմանապահ անցնելու, չի անցնելու, ադրբեջանցիներին ամերիկացիներն են դիմավորելու, թե հայերն են դիմավորելու, իշխանությունը մեկ այլ բան է ասում, ընդդիմությունը մեկ այլ բան է ասում, Թրամփը լրիվ ուրիշ բան է ասում, հողում կատարելով հայ-կամբոջայական հարաբերությունների եւ այլն, բայց շատ քիչ է խոսում այստեղ տնտեսական էֆեկտի, հնարավոր ռիսկերի եւ խնդիրների մասին։ Առաջնային խնդիրը, որ ես ուզում եմ հասկանալ, Թուրքիայի հետ, որտեղ չի կարող աշխատել այդ ճանապարհը, առանց Թուրքիայից սահմանի բացման, հա, Թուրքիայից սահմանի բացման տնտեսական հնարավորություններն են։ Ու երբ որ ընդդիմությունը հարց է տալիս, ասում է, պարոնայք իշխանավորներ, դուք հաշվարկել եք, պատասխանը մոտավորապես հետեւյալն է լինում, որ այսինքն ձեռ եք առնում, պարչի, որ բաց սահմանը ավելի լավ է, քան թե փակ սահմանը, ինքը չի կարող վտանգներ բերել։ Հիմա քանի որ դուք մարդիկ, որ վերջին առնվազն 2008-ից հաշվենք, հա, պետական հատկապես ֆինանսական ոլորտում պաշտոններ եք զբաղեցրել եւ նաեւ Հայաստանի ամենահայտնի տնտեսագետներից մեկն եք։ Ձեր համար մոտավոր պատկերացում կա, թե ինչ ռիսկերի հետ եք մենք բախվում եւ իշխանությունները ինչպիսի հաշվարկներ պիտի անեն կամ չանեն հաշվարկներ, հա։ Նախ շնորհակալություն հրավերի համար, իդեպ ես ֆինանսական համակարգում 96 թվականից եմ արել։ Դե բայց բարձրաստիճան պետական պաշտոնյա 2008 թվականից է։ Այո։ Գիտեք, նախ տնտեսագիտական հաշվարկներ անելու համար պետք է ունենանք մենք մուտքային հստակ կանոն պայմաններ։ Առաջին մասը ես անպայման ուզում եմ հատկանշեմ, նույնիսկ ես լսում եմ տնտեսագետների մեկնաբանություններին ու ասենք երկու թևին, հա, իշխանամետ եւ ոչ իշխանամետ։ Ոչ իշխանամետների թևերը, որոնք որ ասում են, իշխանամետ թևերի կողմից սխալ են մեկնաբանվում։ Սա ընդհանուր հետագիծ է, հասկանաք, միշտ պատտում են այնպես, որ ոչ իշխանամետ քննադատները կամ ասենք մտահոգները հիմնականում ասում են սահմանը պետք է պահել փակ, դա կեղծիք է, դա սուտ է։ Աշխարհում չեք գտնի որևիցե տնտեսագետի, որը որ ասի, որ ավտարկյան կամ փակ սահմանները շատ ավելի լավ է տնտեսական թռիչքի կամ ասենք զարգացման տեսանկյունից, քան հակառակը։ Դա ընդունված կանոն է ամբողջ աշխարհում, հա, տնտեսագիտական դասագրքային ճշմարտություն է։ Երկրորդը նույնիսկ այդ համատեքստում ինձ հետ կհամաձայնեք, դուք ավելի լավ եք տեղեկացված, 3 նախագահների ժամանակ էլ փորձեր արվել են, որպեսզի ճանապարհները բացվեն։ Դուք գիտեք դրա մասին։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ասում են ցենա վապրոսը։ Այո, ամեն ինչը իհարկե հարցի գինն է եւ բացի նրանից նաեւ ինչ օրակարգով ես դու դա բացում եւ տնտեսական էֆեկտները դու ոնց ես նաեւ կառավարում։ Վերջերս ես նաև Աշկովս ընկավ բանավեճ կա, որ էկոնոմիկայի նախարարը մեկ անձի հետ հոդված է հրապարակել, իդեպ ես չեմ զլացել, նայել եմ այդ հոդվածը։ Ես կարծում եմ այնտեղ աղմուկը շատ ավելի շատ է, թող մեծամիտ չընչի իմ խոսքերը, աղմուկը շատ ավելի շատ է, քան իրականությունը։ Մի քանի բան ուղղակի ասեմ, չմտնեմ այդ բանի մեջ, ասենք օրինակ հաշվարկված է similarity index-ը, որը որ ընդհանրապես հայ-թուրքական սահմանի հետ կապ չունի։ Similarity index-ը հաշվարկում է, երբ որ օրինակի համար դու որևիցե երկրի հետ կիսում ես ինչ-որ մի շուկա, ասենք պետք է մտնես այդ շուկա, նախնական, նույնիսկ չեմ ասում, որովհետև դա պարզ հաշվարկ է իրականում այդ ինդեքսի, շատ մեծ գիտական փորձ ունենալ պետք չի, Excel-ով կարող ես դա շատ արագ ունենալով մուտքային տվյալները ապրանքային ապրանքատեսակների եւ շուկաներ դու կարող ես դա հաշվարկել։ Այո, այնտեղ մենք ունեցել ենք 25%, ինչը նշանակում է, որ մենք մեր ապրանքատեսակի ցանկի մեջ ինչ որ մենք ենք արտահանում եւ Թուրքիան է արտահանում, ասենք նմանություն կա։ Եվ ինչ։ Եվ ոչ մի բան։ Ասենք դա ուղղակի դա կատարում են նրա համար, որպեսզի առաջնային իմանաս, թե մոնոպոլ մրցակցային շուկաներում քո ապրանքները ինչ մրցակցության կբախվեն։ Երկրորդը complementarity index-ում նորից ես չեմ ուզում մտնեմ դետալների մեջ, որովհետև այնտեղ վերցված է 23 թվականը, այնտեղ կատարված է նաև սխալներ, որովհետև
23 թվականի ցուցանիշների մեջ մաքրված չի, օրինակ վերարտահանումը, հենց դրա համար էլ օրինակ մրցունակության այն մեկ համաթիվ ինդեքսը, որ հաշվել են, մեզ մոտ օրինակ ցույց է տվել գործակիցը 10-ից բարձր, այսինքն մենք մրցակցային առավելություն ունենք թանկարժեք մետաղների, jewelry, ոսկերչական ապրանքների արտահանման մասով, բայց իրականում մենք բոլորս գիտենք, որ 23 թվականին մենք ունեցել ենք վերարտահանում։ Ռուսաստանից գալիս էր եւ այդպես չէ, որ իրականում դա այդպես չէ, որ Հայաստանը գերգեր պոտենցիալ ունի այդ ուժուղի մասը, բայց մի կողմ թողնենք այդտեղ դա complementarity-ի մասով մեր հեռուստադիտողները որպեսզի հասկանան դա ինչ է նշանակում, մենք պատկերացեք պարզ եմ ուզում բացատրել։ Միասին ես ուզում եմ իդեպ ասեի, որ առևտուր ենք անում, պատկերացեք եւ նայում ենք օրինակի համար, դուք ինչ եք ներմուծում, ես ինչ եմ արտահանում։ Եթե օրինակի համար կան ապրանքախմբեր, որոնք որ դուք ներմուծում եք եւ կան ապրանքախմբեր, որոնք որ ես արտահանում եմ, այդտեղ դրոշակին բարձրանում հիանալի է։ Նշանակում է այստեղ կան իրար համընկնումներ։ Հետարքերը ինչ է դինում, որ գնահատված է նորից էլի մի կողմ թողնենք այն թերությունները եւ քննադատական մասերը, իրենց արդյունքներն եմ ասում, մեզ մոտ մեր արտահանման 30%-ը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ համընկնում է, այսինքն այն ինչ որ մենք արտահանում ենք 30%-ով ենթադրենք մոտավորապես կոպիտ եմ ասում, ասենք Թուրքիան եւ Ադրբեջանը ներմուծում են։ Պայմանական չգիտեմ, մենք լոլիկ ենք արտահանում, իրանք ներմուծում են։ Իրանք են ներմուծում են։ Նու այնտեղ 3 տեսակի ապրանքախմբեր են առանձնացվել, հիմնական խոշորներ, որ էլի վիճելի է։ Այնտեղից միակ բանը, որ ես կընդունեմ, դա ասենք էլեկտրաէներգիայի արտահանում է, միգուցե այդտեղ մենք ունենք առավելություն, թեպետ նորից էլի պետք է ամեն ինչը բավականին շատ պայմաններ է պահանջում, Նարեկ ջան, որովհետև այդ ինդեքսը հաշվելը դա ուղղակի արծվի թռիչքից առաջնային ոնց որ սկրինինգն է, որպեսզի դու հաստատակամ ասես որ դու այդտեղ ունես մրցակցային առավելություն, պետք է միկրո մակարդակներ են, այսինքն պարզ մի բան ասեմ, օրինակ էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում շատ ավելի բարձր են, քան թե Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Դա գիտենք, բայց արտադրողների մակարդակով որոշակի պոտենցիալ կա, որ դու կարողանաս ենթադրենք $7 ցենտով կամ $6 ցենտով կարողանաս արտահանես, բայց այդտեղ եւս քաղաքական պայմանավորվածություններ են պետք։ Այն երկու ապրանքատեսակները մի փոքր տարակուսելի է, օրինակ մեկը հագուստ եւ հագուստի պարագաներն են։ Մենք գիտենք, որ Թուրքիան համաշխարհային տնտեսությունում գեր դիրք է գրում, աշխարհի բոլոր բրենդները, հագուստային բրենդները Թուրքիայում կան։ Եվ այդտեղ դու մտնես այդ շուկա առաջարկես քո ապրանքը, այստեղ մի քիչ տարակուսելի է։ Եվ երկրորդ ապրանքատեսակը դա հանքագործական հանքերն են, այդ ապրանքախումբն է, որը որ նորից էլի տարակուսելի է, որովհետև հիմնական հանքարդյունաբերության քո ոլորտը իհարկե մեր քաջարանն ինքը միջազգային մասշտաբի հանք է եւ իհարկե մեր արտահանումը ընդհանուր աշխարհի արտահանման մեջ բնականաբար այդ մասով մենք միշտ ունեցել ենք առավելություն, բայց պետք է հաշվենք, որ դա բորսային ապրանք է եւ հիմնական գնողները հիմնականում բորսայի միջոցով չինացիներն են, որովհետեւ դու արտահանում ես կոնցենտրատ եւ այդ կոնցենտրատը վերջնահաշվով որպեսզի դառնա արդեն ապրանք, ինքը պետք է անցնի treatment, վերամշակում, ռաֆինացում, հետո որից էլի չմտնենք դրա մեջ, բայց ուղղակի նայենք այդ ցուցանիշները, հա 0.3-ը մեր գործակիցն է, 0.5-ը իրենց գործակիցն է, այսինքն հոգու Թուրքիայի եւ Ադրբեջանի է։ Իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը շատ ավելի շատ ապրանքատեսակներ ունեն առաջարկելու դեպի Հայաստան, քան թե Հայաստանը հակառակ ուղղությամբ կասկած ինչի կար թուրքական տնտեսությունը, հսկայական տնտեսությունն է։ Ես դա դրա համար եմ ասում, Նարեկ ջան, դա դեռ դնենք մի կողմ, այնտեղ կա նաեւ գրավիտացիոն մոդել աշխատած, իհարկե նորից ասեմ, դա շատ ավելի լավ է, քան ընդհանրապես ոչինչ չունենալը, դա էլ անկեղծ լինենք, բայց գրավիտացիոն մոդելները բավականին արդեն ծերացել են, այսպես ասած, որովհետև գրավիտացիոն մոդելների գաղափարախոսությունը, եթե երկար թվային շարքեր անես, ընդ ուղղակի գործերքիցներ են քեզ պետք, որպեսզի դու կանխատեսում անես։ Մեր հեռուստադիտողի մեծ մասի համար դուք հիմա խոսում եք մոտավորապես 500 արտերենով, բացատրեմ դա ինչ է։ Գրավիտացիոն առևտրի գրավիտացիոն մոդելը ինչ է ասում, ասում է մի հատ նայեք օրինակի համար առևտրի ծավալները կարող են աճել կախված մի քանի պարամետրերից, հա, քո ներքին հնա, ընդունող երկրի հնա,
առևտրային միություններ, արդյոք այն տեղերը, որտեղ որ դու պատրաստում ես առևտուր անես, նրանք գտնվում են առևտրի ենթենք միություններում, եւ դիստանցիան, հեռավորությունը, բնականաբար լոգիստիկայի, որովհետեւ դա էլ է տրամաբանական դասագրքային ճշմարտություն է, նույնիսկ եթե 10-րդ դասանի երեխային հարցնես, ասեք ում հետ հիմնականում առևտուր կան, ասի իմ բակի հարևանի հետ, եւ ոչ թե ենթադրենք ավելի երկար դիստանցիա, դա էլ է ընդհանուր տրամաբանություն, ուղղակի այդ մոդելները օգտագործում են նրա համար, որպեսզի գործակիցներ աշխեն եւ կարողանան կանխատեսումներ անեն։ Կանխատեսում է արված, օրինակ տուրիզմի մասով մենք ունենալու ենք զորական սալդո։ Կանխատեսում է արված, որ մենք 2025 թվականին եթե բացվեց, ապրանքաշրջանառությունը 700 միլիոնից ավել է լինելու, մենք այսօրվա դրությամբ Թուրքիայի հետ շուրջ 350 միլիոն բացասական սալդո ունենք։ Այսինքն մենք բերում ենք Հիմա հարց է առաջանում, այդ 700 դա ապրանքաշրջանառությունն է։ Մենք բերում ենք, իրենց ոչինչ չենք տալիս։ Չէ, դա ապրանքաշրջան նշանակում է արտանում գումարած ներմուծում։ Այդ ամբողջն է, հա, բանի տեսանկյունից։ Trade turnover-ը, առևտրաշրջանառությունը։ Այդ տեսանկյունից, բայց չի պատասխանում դա այն հարցին։ Լավ է, 750 միլիոն, եթե չեմ սխալվում, թե 735 միլիոն էր գնահատականը, դրա մեջ օրինակի համար որքան է Թուրքիայից դեպի Հայաստան ներմուծումը։ Ես կարծում եմ ըստ իրանց կատարած հաշվարկի հղում կատարելով իրենց այդ complementarity index-ի 0.5-ը իրանց համար է, 0.3-ը մեր համար է, գերակշիռ մասը պետք է բաժանվի ներմուծմանը դեպի Հայաստան։ Կենցաղային հարցն եմ, էլի, որտեղ իմ խելքը շատ չի կտրում ձեր ասած բաներից, բայց փորձում եմ ըմբռնել ու գալ ձեր ճանապարհով։ Ես 1-2 անգամ եղել եմ Վրաստանի Բաթում քաղաքում եւ տեսել եմ այնտեղ թուրքական բիզնեսի ներկայությունը, այսինքն որը աչք էր ծակում, հա, չգիտեմ, կենցաղային շաուրմայանոցներից սկսած, ռեստորաններով ավարտած, շենքերով, real estate-ով եւ այլով ավարտած։ Ու այստեղ բաներ բացատրվում էր այդ ամեն ինչը, որ վրացական տնտեսությունը չուներ այն պոտենցիալը, որպեսզի կարողանար ինքը դիմագրավել, թուրքերը եկել են իրենց համար էժան փողերով, հա, ներդրումներ են արել, են արել եւ այլն։ Հիմա սահմանի բացման պարագայում մենք այսպիսի հեռանկարի առջև կարող ենք կանգնել, թե ոչ, երբ որ ասենք չգիտեմ, սահմանակից քաղաքներում ամբողջությամբ թուրքական բիզնեսի էքսպանսիա։ Գիտեք, տեսեք, սովորաբար դա էլ տնտեսագիտական թեզ, որ ուժեղ տնտեսությունների կապիտալը միշտ ներխուժում է ավելի թույլ տնտեսության կապիտալ, այնտեղ օգտվում էժան ռեսուրսներից։ Եվ սա ընդունված ամբողջ օրինակի համար ժամանակին Չինաստանը, որ սկսեց կամաց աճել, իհարկե չինական մոդելը մի փոքր ուժ է, բայց այնտեղ նաև փաստենք, որ նաև արևմտյան կապիտալ գնաց։ Հա, նույն այն Չինաստանի արևելյան ափերին, երբ որ նրանք փորձում են տնտեսությունը ազատականացնել, նաև արևմտյան կապիտալ գնաց այդ տարածքները, որտեղ որ սկսեց զարգացնել, հետո Չինաստանի բանից հետո, ռեֆորմներից հետո։ Պետք է լինի դա ընդունված կանոց։ Հիմա տեսեք ինչ են ասում քննադատ տնտեսակ, ոչ թե քննադատը, դա սխալ տերմին է, որովհետև նորից եմ ուզում կրկնեմ պարտադիր որևիցե մեկը չեք գտնի խելքը գլխի մեկ տնտեսագետի, որը կասի, գիտեք, ես ամբողջությամբ կողմ եմ, որ սահմանները փակ պահեն, ընդ որում անդիմադիր պատգամավորները մի քանի անգամ շեշտեցին, որ եղբայր, դա մենք չենք փակել, դա թուրքերն են փակել եւ այդտեղից պետք է ածանցնել։ Ամբողջ խոսքը գնում է նրան, թե այդ բաց շուկայի ազատականացման process ինչպես պետք է կառավարել։ Եվ այդ կառավարման գործընթացում բնականաբար առաջանում են ռիսկեր, որոնք որ իհարկե էկոնոմիկայի նախարարության կատարած այդ գործարքը այդ աշխատանքը չի պատասխանում այդ ռիսկերի կառավարման այդ հարցին։ Ինչու՞, որովհետև հենց նույն ասենք trade creation, trade diversion, ասենք առևտրի ստեղծում, առևտրի դիվերսիֆիկացիա կամ ասենք ճյուղերի վերադասավորում, օրինակ գյուղատնտեսությունը կարողանալու է իր միավոր արտադրանքի արժեքով մրցել, ասենք թուրքական արտադրանքի միավոր արժեքի։ Այդ մակարդակի պատասխանը չկա։ Պետությունը ինչ պետք է անի այդ բանը, որովհետև գիտեք ոնց, տեսեք, կան ճյուղեր, կան որոշակի այսպես ինդուստրիաներ, ոլորտներ, որտեղ որ պետությունը դա ռազմավարական է նայում։ Օրինակ ամբողջ Եվրոպան այսօրվա դրությամբ ծանր սուբսիդավորման դաշտի տակ է գյուղատնտեսության ոլորտով, հա։ Գյուղատնտեսության ոլորտը բավականին լուրջ սուբսիդիաներ է ստանում, օրինակ նույն Շվեյցարիայում բավականին լուրջ սուբսիդիաներ են ստանում, ինչու որովհետև դա ռազմավարական է, նրանք գիտակցում են, որ նրանք չեն կարող մրցել ենթենք էժան
հումք գյուղատնտեսական մթերք արտադրող ցածր աշխատուժի ծախս ունեցող երկրներ, պայմանական Իտալիայի հետ, աֆրիկական, թուրքական, նույն լատին ամերիկան, հա, այդպիսի երկրները չեն կարող նրան բարձր, որովհետև այնտեղ միավոր աշխատուժի ծախսը շատ ավելի ցածր է, քան թե իրենց մոտ, բայց ամեն դեպքում նրանք ունեն գործիքներ, որպեսզի իրենց գյուղատնտեսությունը մեկ այլ հանգամանք կա, պարոն Արամյան, որի մասին ես ներողություն Նարեկ ջան, տեսեք ինչ է կառավարության արձագանքը, եւ դա ասում եմ, դա բավականին վտանգավոր արձագանք է, եթե իրականում իրանք այդպես են մտածում։ Իրանք ասում են, դե գիտեք, մենք բերեք բացենք, հետո կմտածենք։ Հասկանում եք, դա վտանգավոր բան է, այսինքն նշանակում է բերեք թողեք տեսնենք ինչ է տեղի ունենում, հետո կմտածենք։ Իրականում լավ կլինի, որ դու նախապես ունենաս գնահատականներ, կարող է ինչ-որ մեկը ինձ արձագանքի, թե նմանատիպ գնահատականներ նախկիններում եղել են, այո, եղել են, այդ նմանատիպ վերլուծություններ եղել են, եւ 2008-ին է եղել, եւ 2004-5-ին է եղել, եւ Այս դրա մասն եմ ուզում ասել, որովհետեւ դուք այոնիվ են տնտեսական թիմում էիք, որի ժամանակ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց ֆուտբոլային դիվանագիտություն ասվածը ու կար որոշակի հնարավորություն, որ հայ-թուրքական սահմանը կբացվի։ Այդ ժամանակ այդ տնտեսագիտական թիմումներ մոտավոր հաշվարկներ, թե մենք ինչի կբախվենք այդ բարակայում։ Գիտեք, այնտեղ այն ժամանակ ակնհայտ էր, որ գյուղատնտեսության մասով մենք պետք է անպայման ուշադրություն դարձնենք։ Հենց դրանից հետո էլ դրամել ծնվեցին բազմաթիվ սուբսիդավորման ծրագրեր։ Հիշեք, այն գյուղատնտեսության ոլորտի բազմաթիվ սուբսիդավորման ծրագրերի մեկնարկը հենց տրվել է երրորդ նախագահի ժամանակ։ Նմանատիպ ծրագրեր նաև մենք անում ենք տեխնոլոգիական ոլորտում, նաև այն ԱՀ-ի հետ վերադարձի հետ կապված, երբ որ դու դնում ես դրանք գործիքներ են, որոնք փորձում են տեխնոպարկերը եւ այլն, վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակ օրինակ բավականին լուրջ նաև կառուցվածքային բան մեկնարկ տրվեց, որ ավելի շատ ու տեխնոլոգիական բաներին ուշադրություն դարձնեն, հենց նույն այդ տեխնոպարկերը, որոնք որ հիմնված են դրան, հենց այդ քո տնտեսության մոդեռնիզացմանն էին ուղղված նրա համար, որ դու չբախվես Թուրքիայի հետ այն ոլորտի հետ, որը որ հնարավոր չէ մրցել։ Հասկանում եք, կան ոլորտներ, որոնք ուղղակի դու պետք է ներմուծես իրանցից, որովհետև իրանք ավելի արդյունավետ են։ Գիտեք, աշխարհի արտաքին առևտրի տեսությունները եւ ակադեմիական աշխարհափաստում են, դուք գրեթե չեք գտնի փոքր երկիր, ես չեմ խոսում Չինաստանի մասին, ես նույնիսկ Չինաստանի նման գերհզոր կամ Միացյալ Նահանգների նման գերհզոր տնտեսություն, իրանք ամբողջ ապրանքացանկը չեն արտադրում, նրանք նաև ներմուծում են որոշակի բան։ Հենց նույն Միացյալ Նահանգները, օրինակ գիտեք, չիպերի արտադրությունը հիմնականում Ասիայում էր նոր վերջերս նրանք փորձեցին բավականին մեծ շուրջ 526 միլիարդ, եթե չեմ սխալվում, փաթեթ նախատեսեցին սուբսիդավորման, որպեսզի նրանց զարգ տան արդեն այդ չիպերը արտադրեն Միացյալ Պարոն Արամյան, մեկ այլ հանգամանք գոյություն, որի մասին էլի քիչ է խոսում։ Այնուամենայնիվ մենք ուզենք չուզենք եւ ես իշխանությունները ուզենք կամ չուզենք, մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք այս պահին։ Եվ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության համար կամ այդ կազմակերպության համար նոր սահման է ստեղծվում։ Նոր սահման ինքը ունի իր մաքսային ռեժիմը, իր կանոնները, իր ներքին հաշվարկները, մյուսը եւ այլն, ու հիմա արտոնյալ պայմաններով կամ չգիտեմ անխոչընդոտ ինչ-որ մի ճանապարհ է ստեղծվում, որտեղ կարող ասեն ԵԱՏՄ մյուս անդամ երկրները ասեն էլ մի րոպե ասեն, այսինքն այդ ի՞նչ է նշանակում որ տարածքներում գալիս է։ Տեսեք, ԵԱՏՄ ճիշտ եք նկատում, ԵԱՏՄ սահմանը դա նաև Հայաստանի Հանրապետության սահմանն է Թուրքիայի հետ անդամակցող եւ Ադրբեջանի, այո, եւ Ադրբեջանի, որովհետեւ ՆԱԴԲ-ն նաև Վրաստանի, հա։ Եվ այդտեղ Հայաստանը միանձնյա կանոն փոխելի նկատի ունեմ տարիֆային կարգավորման կամ քվոտավորման մասով ունակ չէ։ Իհարկե ժամանակավոր միջոցներ, 6 ամսյա միջոցներ նա ունակ է, այդպիսի հնարավորություններ տրված են առանձին երկրներին, ինչ-ինչ պատճառներով պաշտպանել իրենց շուկան, բայց եթե գլոբալ երկարաժամկետ խաղի կանոն են փոխում, նա պետք է գնա ԵԱՏՄ-ի ինչ-որ կարգավորումների դիգեն, վերևի բան։ Բայց կան նաև այլ գործիքներ, Նարեկ ջան, որովհետև կան նաև ես արդեն նշեցի սուբսիդավորման գործիքները կան, հա։ Տարբեր տեսակի ծրագրերի միջոցով կառավարությունները կարողանում են իրենց արտադրողին պաշտպանել, ընդ որում գիտեք, լիբերալ տնտեսության ջատագովները
նրանք ասում են, որ եւ որոշակիորեն ես էլ եմ հարում լիբերալին, որովհետեւ անվերջ պաշտպանությունը դա վտանգավոր է, հասկանու՞մ եք, դուք ոնց որ սովորացնում եք երեխային անընդհատ պաշտպանողական վիճակի, որ ինքը իր փոխարեն դուք պետք է անպայման ելքի ռազմավարություն ունենաք։ Կյանքի ադապտացիա։ Այո, պարտադիր, դա համար այն ինչ որ մտահոգ տնտեսագետները, ես այդ տնտեսագետներին հիմնականում այդ պիտակն եմ կրում եւ ոչ թե քննադատում, որտեղ որևիցե մեկը չի քննադատում, որ ինչու պետք է չբացվի սահմանը, պետք է բացվի, այո, ինչքան բաց սահմաններ ունենք, ինչքան շատ ենթակառուցվածքներ ունենք, դա շատ ավելի լավ է մեր տնտեսության համար։ Այլ խնդիրը, որ այս process-ը պետք է դարձնել կառավարելի, ես նորից եմ ասում, որովհետև գիտեք, երբ որ ակադեմիական աշխարհում այլ հավասարական պայմաններում հետեւյալ թեզն է շրջանառում, որ շատ ավելի ծախսատար է, երբ որ տեղի է ունենում մի պատահարը, եւ հետո դու փորձում ես դրա հետևանքների հետ պայքարել, քանց թե կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։ Ցանկաց դա ճիշտ է նաեւ մարդու դեպքում, հա, ասենք մարդու օրգանիզմը, եթե մարդը որ գնում է կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում, նախապես պատվաստվում է, դա շատ ավելի քիչ ծախսատար է, քան հիվանդանում է, հետո հիվանդությունից հետո սկսում է բուժվել։ Հիմա այսպես ասենք Սյունիքի հնարավոր ճանապարհը, եթե մի պահ մի կողմ թողնենք, չնայած ինքը կարծում առաջիկա մի 6-7 ամիսների բանը, այդ հարցի գնի մասին եմ ուզում խոսել, էլի։ Տեսեք, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ ինչու՞ չէ նաեւ հայ-ադրբեջանական, բայց քանի որ հայ-թուրքականն է եղել այսպես ոչ արյունալի, հա, կարգավորման փորձերը, հիմնական գինը մշտապես եղել է Լեռնային Ղարաբաղը, Արցախը, այսինքն թուրքերը ասել են Արցախը տվեք, չգիտեմ, Ադրբեջանին հետ վերադարձեք, սահմանները կբացենք։ Հարցը կարգավորեք Ադրբեջանից, բան կանենք, հարցը սահմանները կբացենք։ Հիմա հայկական իշխանությունները լինենք անկեղծ, հենց այդպես էլ վարվեցին մեծ հաշվով։ Հենց այդպես էլ վարվեցին։ Հիմա այստեղ ես ուզում տնտեսական պոտենցիալի մասին խոսել, էլի վերջի վերջո, քանի որ Արցախը ներկայացվում էր այսօրվա իշխանությունների կողմից որպես մեր վզին փաթաթած թոք եւ նմանատիպ այլ ամոթալի պիտակներով, հարցի տնտեսական հատվածով մենք մի քանի անգամ իրար հետ զրուցել ենք։ Այնուամենայնիվ Արցախը Հայաստանին տնտեսական էֆեկտ տալիս էր, չէ՞։ Բավականին մեծ, գիտեք, երբ որ մենք հաշվարկներ ենք անում, ասենք ինչ ենք օգտվում, ինչ ենք շահում, դա չպետք է մենք անտեսենք, հա, որովհետև չնայած հայրենիքի իրացիոնալ հասկացությունը, ոչ թե ռացիոնալ, բայց այնուամենայնիվ։ Ամեն դեպքում, գիտեք, մի պատ նույնիսկ չասեմ, որ իրականում այն հողը, ջուրը, որովհետև ես մի փոքր ավելի շատ հարում եմ ազգայնամոլ հայացքներին անկեղծ ասած եւ հպարտացել եմ հայ լինելով եւ Արցախով եւ այլն ազգային դաստիարակություն չգիտեմ մարդիկը ոնց են կապիտականում բայց ամեն դեպքում հողը անգին է ես միշտ այդպես եմ նայում բայց մի պահ աղճատվենք ամբողջությամբ պրագմատիկ նայենք հա եւ Արցախը օրինակ զուտ թվերին օգնության կանչենք, ասենք ինչ էր տալի Հայաստանի Հանրապետությանը։ Նույնիսկ ասենք եթե մուլտիպլիկատիվ էֆեկտը մի կողմ դնենք, տարեկան շուրջ 330 միլիարդ դրամի ամենավերջի թվերով դա հնա էր ստեղծում։ Չհաշված գյուղատնտեսությունը, չհաշված ասենք էներգետիկան, չհաշված հանքագործությունը, այնտեղ կային հանքեր, որոնք որ ընդհանրենք դուք մինչև 5 միլիարդի արժեքի հասնող։ Դրեմոնի հանք, հա, օրինակի համար։ Կամ կաշենը, կամ սզնեկը եւ այլն։ Չհաշված ասենք բավականին շատ որոնք են բրիտանացիները գնել են, եթե չասեմ ադրբեջանցիներից։ Ավելի շուտ էր դա եղել 99 թվականին լիցենզիան տրվել էր Enclatation Mining-ի եւ այլն, բայց ասելս ինչի մեջ է նա, տեսեք, այդ տնտեսական էֆեկտները անտեսվում են։ Եվ օրինակի համար ենթադրենք նույն ծորենի արտադրությունը, հա, բարձ շատ նեղ բանի մեջ մտնենք, ասենք ժամանակին Հայաստանը ներմուծում էր շատ ավելի ցածր կշռով ծորեն, որովհետև բարենային անվտանգության տեսանկյունից նա ծորեն նաև կարողանում էր արտադրել Արցախից, որովհետև Արցախում շատ ավելի շատ էին արտադրում, քան իրենց ներքին պահանջներ, ասում կանոն կամ էլեկտրաէներգիա եւ այլ եւ այլը։ Գիտեք, դրա համար այդ տեսանկյունից դա անտեսումը դա ճիշտ չէ։ Ինչ վերաբերվում է օրինակ ճանապարհի մասով, եթե դուք հասցնեք մասնագետ տնտեսագետին, որոնք որ աղճատված են քաղաքական ձևակերպումներից, հա, ով ինչ է շահում։ Օրինակ, եթե ինձ հարցնեիք այս բայի դրությամբ ենթադրենք ո՞րն է տնտեսական էֆեկտը Հայաստանի համար եւ Ադրբեջանի ու Թուրքիայի համար, հա, բանով ես Ադրբեջանի տնտեսական էֆեկտը այսօրվա րոպեի դրությամբ ինչ որ ստորագրված է, դա մնացածը Նարեկ ջան, որպեսզի մասնագիտական դատողություններ դետալներ են պետք։ Այո, դետալներ են պետք, թվեր են պետք, հասկանում եք, շատ նրբին հարցեր կան։ Ձեզ օրինակ բերեմ, ենթակառուցվածքները բոլորս գիտենք, որ ենթակառուցվածքները դա մանկամտություն կլինի, որ դա տնտեսական օգուտ չի տալի։
Իս է դա, ինչքան շատ դու ճանապարհներ ունես ելք դեպի ծով, այնքան շատ ավելի լավ քո համար։ Ակնհայտ է։ Ինչքան դու քիչ կախված լինես Վրաստանից, այսինքն ունենաս այլ ընտրանքային ճանապարհ, բնականաբար քո տնտեսությունը եւ նաեւ բանակցային ուժը վրացիներին ասես գիտեք ինչ կա, դե որ տենց է, իմ ապրանքը չեմ բերի, ընդհանուր Բաթումիով ուղարկեմ ընդհանուր միջարկական ծով, ակնհայտ է դա։ Բայց դետալները ինչի համար են կարևոր, որովհետև քո ճանապարհը երբ որ գալիս է Թուրքիայի սահման, դրանից հետո ինչ ճանապարհ է գնում, ասենք, դուք պատկերացրեք, եթե ասենք դու ունես շատ հոյակապ, ենթենք 4 գծանի ասֆալտապատ ճանապարհ միջև Թուրքիայի սահման, հետո դրանից հետո ընդամենը 2 գծանի եւ անորակ ճանապարհ։ Բնականաբար այդ ամբողջ ենթակառուցվածքը իր նպատակին չի ծառայելու։ Ինչու համար եմ սա ասում, որովհետև դրանք այդ դետալները կարևոր են։ Կարևորն է, որպեսզի դու դատողություններ անես։ Սատանան մանրուքների մեջ է այն։ Հիմա բայց աղճատվենք, մտածենք ինչ կա թղթի վրա։ Թղթի վրա դրված է, որ արդեն շուրջ, եթե հիշողությունս չի դավաճանում, 40-45 կիլոմետր ճանապարհ անմիջապես 43-ի մասին է կարծես 43, այո։ Ադրբեջանը անմիջապես միացնում է Նախիջևան եւ Թուրքիայի հետ, հա։ Արդյոք օրինակի համար հենց նույն էլեկտրաէներգիայի տրանզիտը, որը որ Վրաստանով է պատտվում կամ ենթադրենք հենց նույն ապրանքաշրջանառությունը, որը որ Իրանով է պատտվում, արդյոք դա տնտեսական էֆեկտ է Ադրբեջանի համար փաստ այսօրվա րոպեի դրությամբ։ Այո։ Որտեղ դա արդեն պայմանավորված է։ Այո։ Ընդամենը 40 կիլոմետր են եւ դա հաշվարկել է, եւ դա հաշվարկել է, Արեգ ջան, ասենք բանով։ Ինչ է այս պայդրությամբ շահելու Հայաստանը, որը որ թղթի վրա է դեռևս տրանզիտ վարձավճարները, որքան կլինեն դա իհարկե բանակցային բաները, որովհետև այսօր ես նույնիսկ եմ ասում, փաստով մենք նայենք, ինչ ունենք, մնացածը դետալների եւ Դե Հայաստանի իշխանությունները մեկնաբանում են, որ ամեն ինչ պետք է լինի փոխադարձության սկզբունքով, ուստի եւ մենք այդ մի ճանապարհով կարողանալու ենք, ասենք, չգիտեմ, Ադրբեջանով տանել դեպի Ռուսաստան, գաղափարը շատ լավն է։ Գաղափարը շատ լավն է, մնում է իրագործել, հասկանում եք, եւ մնում է այդ դետալները։ Արդյոք օրինակի համար Ադրբեջանը պատրաստ է ենթենք այդ ճանապարհը, որը որ որոշ ճանապարհներ, որքանով տեղակ եմ, իհարկե ինձ այնպես լավ մասնագետներ կան, բայց որքան եթե ուղում կատարենք իրենց տեսակետներին, ճանապարհների վրա ներդրումներ են պահանջում, որպեսզի ամբողջական այն աշխատի։ Պատրաստ են նրանք, ասենք Ադրբեջանը եւ Թուրքիան պատրաստ են դա անկանել, ժամանակը ցույց կտա։ Դրա համար մասնագիտական առումով Նարեկ ջան, որպեսզի պատասխանենք մենք այդ հարցին, նորից ամփոփենք, որպեսզի մեր հերոսադիտողները հասկանան։ Առաջինը, աշխարհում չեք գտնի որևիցե տնտեսագետի, որը որ ասի փակ սահմանները շատ ավելի լավ են։ Երկրորդը, ամեն դեպքում բացելու դեպքում պետք է պրոցեսը դարձնել կառավարելի։ Երրորդը, հարցի գինը, ինչպես դուք նշեցիք, պետք է անպայման հաշվարկելի լինի, եթե դու զիջում ես Արցախը, որը արդեն հաշվարկելի է, ես մենակ հնան ասեցի, հա, դա շուրջ 1 միլիարդ դոլարին հասնող հնա էին ստեղծում տարեկան, հա, շուրջ 800 միլիոն դոլարի չափով, իլ չասեմ ազգային հարստությունն է, հողը, որովհետև դա որ հաշվեք անքննարկելի է, հա, դա պետք է անպայման դու քո հաշվարկների մեջ մտցնես։ Ամեն դեպքում, եթե ուզում ես ասում, թե դու ինչ ես գլոբալ առումով զիջել, ինչ ես շահել, որպեսզի բան ունես։ Եվ վերջի թեզը, որպեսզի մենք կարողանանք ավելի ճշմարտացի գնահատականներ տալ, պետք են դետալներ։ Այս պայդրությամբ այն դետալները, որոնք դրված են սեղանին, ցավոք դեռևս խոսում են միայն Ադրբեջանի տնտեսական օգուտի մասին շատ ավելի շատ, քան թե Հայաստանի։ Պարոն Արամյան, դե ինչ ասում Փաշինյանը, այս ուղղակի ռեպլիկա կարգով կարող չարձագանքել, ասում է, ինչ սարքել եք Թուրանի ճանապարհ, պետք է թողեք, որպեսզի ուրիշներն ապրեն, մենք էլ ապրենք։ Հիմա թե որքանում մենք կապրենք, իրենք կապրեն։ Որքանում մենք ապրենք դեռևս կերևա։ Ես դեմ չեմ այդ թեզին, ու կարծում եմ Հայաստանում որևիցե իրատեսական մարդ դեմ չի լինի այդ թեզին, որ բոլորս էլ ապրենք հաշտ խաղաղ։ Այլ հարց է, թե արդյոք Ադրբեջանը եւ Թուրքիան հենց շատ ավելի շատ Ադրբեջանը, որովհետեւ ավելի ագրեսիվ ռետորաբանություն գալիս է ավելի շատ Ադրբեջանից։ Դրա համար այդ տեսանկյունից թեզեր կան, որոնք որ նետվում են ասպարեզ, ասենք անվիճելի են։ Դրանք որևիցե մեկը խաղաղություն, որ ենթենք չեմ կարծում որևիցե մեկը ասի, ես տենչում եմ պատերազմ, հասկանում եք, Թուրքիայի հետ բաց սահմաններ, չեմ կարծում աշխարհում մեկը լինի, ասի չէ, գիտեք ինչ կա, ես ուզում երազում եմ, որպեսզի ես ավտարկիայով ապրեմ, ես փակ տնտեսություն ունեմ, նայեք Կուբան,
Կուբան երբ որ ավտարկիա դարձավ, ինչքան հետ ընկավ մնացած Լատինական Ամերիկայի երկրները։ Իհարկե, դրա համար էլ այդ բանը լինում է։ Շարունակությունը, պարոն Արամյան, նաև այս ամեն ինչի հետ միասին ակնհայտ է, որ այս ամբողջ process-ը օգտագործվելու է նախընտրական տրամաբանության մեջ իշխանությունների կողմից։ Սա իրենց հիմնական բանն է, խաղաքարտերից, հաղթաթղթերից մեկն է, հա։ Բերում ենք խաղացում, բերում ենք բաց սահմանները, բերում ենք այս։ Դրա հետ միասին իրենք հիմա արդեն ասում են, որ մեր տնտեսությունը գտնվում է երբևիցե լավագույն վիճակում, որ մենք վերացնելով մենաշնորհները, մոռացել եք ասում ինչ էր կատարվում մաքսատներում, փաթեթները, ով ինչ բերելու իրավունք ուներ, մյուս այդ ամեն ինչը վերացվել է, այլևս տեսեք ինչ ասֆալտ է արվում, 300 դպրոց ենք սարքում, 500 մանկապարտեզ ենք սարքում, երկիրը վերացվել է մեծ շինարարական հրապարակի։ Հիմա բայց այդ լավ է, այդ ամեն ինչ որ ասում են լավ է։ Մյուս կողմից էլ երբ որ նայում տեսնում ես, որ արտաքի պարտքը 7 միլիարդով աճել է, մտածում ես արդյոք հաշվարկված է այս ամեն ինչը։ Իմ մոտ փարատեք իմ կասկածները, այսպես ասեմ, իմ մոտ կա տպավորություն, որ իշխանությունը վերցնում է արտաքին պարտք, մտցնում է հայկական տնտեսություն իրենց PR ծրագրերը իրականացնելու համար, դրանից հետո մի 10 տարի հետո ինչ կլինի, ինչ չլինի, խորապես թքած ունենք տարբերակ։ Գիտեք, Նարեկ ջան, նախ պարտքի մասով մասնագիտորեն ասեմ, անվանական ցուցանիշները դա ոչինչ են։ Ասենք 1 միլիոն դրամի վարկը ինձ համար շատ է, թե քիչ է։ Նայած իմ եկամուտը ինչքան է։ Եթե 300,000 դրամ եմ սամ, դա ահռելի մեծ գումար է, որտեղ ես դեռ պետք է ապրեմ։ Եթե ստանում եմ 2-3 միլիոն, բնականաբար դա այդքան մեծ չի։ Ես կարող եմ ընդամենը մի քանի ամսում դա փակել։ Դրա համար պարտքի տեսանկյունից մենք պետք է հարաբերական ցուցանիշներին նայենք, բայց հարաբերական ցուցանիշներն ամբողջականը չեն ասում, որովհետև հարաբերական ցուցանիշները, եթե նայում եք, լավ լուրը նա է, որ անցած տարում օրինակ պարտքնացուցանիշը 50%-ից ցածր է եղել։ Այլ հավասար պայմաններում կա ընդունված թեզ, որ զարգացող երկրների վտանգավոր շեմը 60%։ Իդեպ ակադեմիական աշխարհում այստեղ էլ բավականին մեծ բանավեճ կա, Նարեկ ջան, որովհետև մենք ունենք բավականին շատ էպիզոդներ պարտքի ճգնաժամերի տարբեր պարտքնացուցանիշը, Ռուսաստանը 98 թվականին 38% պարտքնացուցանիշ եւ Արգենտինա ենթենք 2002 թվական 100%-ից ավել պարտքնացուցանիշ, հասկանում եք։ Այսինքն արգենտինական պարտքը ավելի շատ է եղել, քան այո, հնայից շատ է եղել, բայց ճգնաժամ միջև այդ չի եղել, բայց Ռուսաստանում եղել է, այդտեղ գնում է ավելի խորքային մասերը, որովհետեւ տնտեսական կառուցվածք եւ դրա համար մենք պետք է նայենք առաջինը, որը որ մեզ պետք է ահազանգ հնչեցնի, հասկանում եք, մենք այն վերևի մակարդակով, հա, դա ինչպիսի դինամիկա մենք ունենք։ Այստեղ մենք ունենք վատ լուր։ Ինչու՞, որովհետև 22 թվականից այսքան պարտքնացուցանիշը վատանում է։ Ընդ որում, եթե նայում եք միջնաժամկետ ծախսերի ծրագիր կառավարության, հա, այն վատանում է մինչև 28 թվականը, հասնելով մինչև 55%-ի։ Սա վատ լուր է։ Երկրորդ վատ լուրը պարտքի մասով, ընդ որում դա չի նշանակում, որ ենթադրենք մարդիկ մեկն երբեմն դա մեկնաբանում են, որ գիտեք այդ դինամիկան արդեն բանից անցնում է, չէ, ուղղակի պետք է զգուշություն ցույց տալ։ Իդեպ ֆինանսների նախարարությունը փորձում է այդ զգուշությունը ցույց տալ միջնաժամկետ ծախսերի ծրագրում 1-1%-ային կետով պակասուրդը նվազեցնելով, բայց եթե մենք նայում ենք պարտքնացուցանիշին, դա նշանակում է բավարար չէ դա, ավելի կոշտ քայլեր պետք է անեն, ընդ որում ինձ ավելի շատ անհանգստացնում է, որ 26 թվականին կառավարությունը ըստ միջնաժամկետ ծախսերի ծրագրի իդեպ այսօր վերջի օրն է, պետք է տեսնենք թե բյուջեն ինչ է նախագծել, սովորաբար նրանք միջնաժամկետ ծախսերի ծրագրից շատ չեն հեռանում, Նարեկ ջան, բայց ինձ անհանգստացնում է, որ 26 թվականին նրանք շատ ավելի զարկ են տալի ընթացիկ ծախսերի, քան թե կապիտալ ծախսերի։ Հա, սա վտանգավոր է բանի տեսանկյունից։ Երկրորդ ծախսը օրինակ ի՞նչն է, որպեսզի արժեշտ ընթացիկ ծախսը, որպեսզի հասկանան մարդիկ, տնային տնտեսությունը պատկերացնենք, մենք մեր ընտանիքներում ունենք երկու տեսակի ծախսեր։ Ծախս, որը որ ենթադրենք ապրում ենք, ինչ գնում ենք, դա անցավ գնաց, վերջ, ասենք սպառում ենք ու գնում է, դա ընթացիկ ծախս է։ Կապիտալ, ասենք որ կապիտալը ենթադրենք, այո, դա ոսկի է զարում կամ ենթադրենք բնականանատես վերանորոգում, ասենք ավելի բարեկեցիկ, որտեղ կանետը, եթե նախկինում արժեր $100,000, հիմա արժի $120,000, վերանորոգել է։ Այո, դա կապիտալ բնույթի ծախսեր են, եւ կապիտալ բնույթի ծախսերը միշտ մասնակցում են քո ապագա հնայի ստեղծմանը, սա կարևոր բան է։ Երկրորդ վտանգավոր բանը, բացի նրանից, մենք միշտ խոսում ենք պարտքի այս դինամիկայի մասին, հարաբերական ցուցանիշների մասին, բայց չենք խոսում նաև պարտքի այդ սպասարկման ծախսերի մասին, որը որ եւս աճում է պարտքին զուգահեռ եւ արդեն
բյուջեի ծախսերից 10%-ից ավել է, սա եւս դրոշակ բարձրացնելու եւ մտահոգվելու տեղի է տալի։ Հաջորդ խնդիրը պարտքի հետ կապված դա դյուրացիան է, դա ժամկետայնությունն է, միջին ժամկետայնությունը պարտքի կարճանում է, ընթացիկ մասը պարտքի մեծանում է։ Սկսում ես, ասենք, ընթացիկ տարվա մեջ, մինչև 1 տարվա, ասենք, պատկերացրեք, Նարեկ ջան, ունեիք 1 միլիոն դրամ, 1 միլիոն դրամի ենթադրենք 100,000-ն էր, որ ընթացիկ տարում պետք է մարեր։ Հիմա 150,000-ն է 1 միլիոնից, որ պետք է մարեց, այսինքն ավելի շատ պետք է ուղղես պարտքի սպասարկմանը։ Սա եւս պետք է մտահոգի մեզ։ Բայց ամենակարևորը մեր տնտեսական կառուցվածքն է։ Ես չեմ կիսում, գիտեք, այն դիտարկումների հետ, որ մեզ մոտ տնտեսական հիանալի վիճակ է։ Թողնցներն միգուցե ասենք այդ օթում ճախրողներին փորձում են միջացնել, խոսքը վերաբերվում է ոչ մասնագիտական, միջին վիճակագրական մարդկանց մասին, որոնք ասում են ամեն ինչ հիանալի է, հավատում են։ Ինչու՞, որովհետև մենք պետք է նայենք ինչի հաշվին մենք ունենք օրինակ 7.1% տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Նայում ենք բացվածքը։ Կապիտալ շինարարությունը աճում է 20%-ով։ Ծառայությունները նորից երկնիշ են, ծառայությունների մեջ հիմնականում աճում է ֆինանսաբանկայինը եւ նայում ենք ֆինանսաբանկայինը, լավ, ֆինանսաբանկայինը ժամանակին 22 թվականին շատ հոյակապ էր, ոչ ռեզիդենտներին էին սպասարկում, դա ինչ որ առումով արտահանում էր։ Ռուսական փողն էր պայմանական։ Այո, 25 թվականին ինչ վարկերը աճում են բավականին բարձր տեմպերով։ Օրինակ հուլիսի նկատմամբ եսի նկատում եմ 10 բոլոր տեսակի վարկերը, որի մեծ մասը ի դեպ բավականին բարձր աճի տեմպ, տեսեք, մենք եթե հիշողությունս չի դավաճանում 12 ամսյա աճն եմ ես ասում, որպեսզի սեզոնանություն չանենք, էլի, որովհետև պաշարի հետ համեմատելու բանում նաև սեզոնանությունը պետք է հաշվի առնենք։ Հուլիսի նկատմամբ շուրջ 28%-ի չափ վարկային պորտֆելը աճել է այս տարի։ Հա, 2025-ի հուլիսը նախորդ տարվա հուլիսի նկատմամբ։ Անվանական առումով, եթե հիշողություն չի դավաճանում, դա 1.4 տրիլիոն դրամ է, բավականին բարձր։ Երբ որ նայում ենք մենք բաշխվածքը, հա, ինչ է բաշխում։ Իհարկե արդյունաբերությունն էլ է աճում բարձր տեմպերով 25-26%, եթե չեմ սխալվում, բայց բազան է ցածր արդյունաբերության, հասկանում եք։ Հիմնականում նորից աճում է սպառողական բնույթի վարկերը, հիպոթեկը, սպասարկման ոլորտին, որը ոչ արտանելի հատված է։ Եթե մենք նայում ենք 7 տարվա ընթացքում ինչ է տեղի ունեցել, այս 18 թվականի համեմատ մինչև 25 թվականի հուլիսը նայեք, այդտեղ էլ ունենք վատ լուր, որովհետև մեր վարկային պորտֆելը շուրջ 4 տրիլիոն դրամով աճում է, գերակշիռ մասը գնում է ոչ արտանելի հատվածն։ Այսա պետք է մտահոգի, ինչ է նշանակում ոչ արտանելի հատված, սա էլ բացատրեմ, որպեսզի մեր կնդրողները լսեն։ Տեսեք, տնտեսության աճի երկու մոդել կա։ Առաջինը կոչվում է supply push, այսինքն առաջարկով մղվող, եւ demand pull, պահանջարկով քաշվող։ Supply push-ը դա այն մոդելն է, որ մենք ավելի լավ ենք կրթվում, ավելի լավ ենք աշխատում, ավելի արդյունավետ ենք եւ մեր ստեղծված արտադրանքը մենք ամբողջ աշխարհին առաջարկում ենք։ Սա հիմնականում supply push մոդելներն է, երբ որ արտադրողականությունը տաճում է, դու հիմնականում առաջ ես գնում այդ ուղղությամբ։ Demand pull-ը, երբ որ քեզ մոտ ոչ արտանելի հատվածն է լիդեր, փողը գալիս է, ոչ արտանելի հատվածը տաճում է։ Ո՞րն է ոչ արտանելի հատվածը? Կապիտալ շինարարությունը, որովհետև փողը կանգնեց, կապիտալ շինարարությունը հիմնականում բնականային շինարարությունը կանգնելու է։ Ընդ որում կապիտալ շինարարությունում էլ պետք է զգուշավորություն ունենանք, որովհետև կապիտալ շինարարություն կա, որը արտադրողական է, եթե դա օրինակի համար արտադրական պոտենցիալին է գնում, հա, գործարան է սարքում, ճանապարհներ է սարքում, կամ այնպիսի ենթակառուցվածքներ, որը քո արտադրողականությունը բարձրացնելու է։ Գերակշիռ մասը պետք է վշտեցնեն բնականային շինարարությունը։ Մենք ամբողջությամբ տեսնում ենք դա։ Հա, իհարկե, ամբողջ քաղաքը բանի մեջ է։ Բնականային շինարարությունը, իսկ բնակարանը հաջորդ տարի քո հնայից, ասենք մեկ անգամ ստեղծեցի բնակարան, դա քեզ մոտ արդեն դառնում է երկարաժամկետ սպառման ապրանք, որովհետև դու տուրիստական էքսելենսի կենտրոն չես, որ ենթարեն քո հնայի գերակշիռ մասը, ասենք туриզմը լինի, այնպես ինչպես օրինակի համար այդպես ասենք Հունաստանը կամ այնպիսի երկրներ, որոնք որ ունեն բավականին մեծ туриզմի պոտենցիալներ, հա։ Եվ այդ տեսանկյունից ասենք այդ բնակարանը, որը պետք է վարձակալության տաս, օգտվողները հիմնականում ռեզիդենտներ են։
Հասկանում եք, եւ այդ տեսանկյունից դա ոչ արտանելի հատված է, կամ օրինակ առևտուրը, կամ այնպիսի ծառայությունները, օրինակ ռեստորանային բիզնեսը։ Փողը կա, սպառողները կան, կավելացնեն սեղաններ, կբերեն մատուցողներ։ Փողը կրճատվեց, սպառողները գնացին, նույն ձևով կհավաքեն բանկան։ Դու չես կարող այդ մատուցումը ենթադրենք վերցնես տանես Պորտուգալիա։ Պորտուգալացին պետք է գա քեզ մոտ։ Հասկանում եք, եւ դա պետք է կապի տուրիզմի հետ։ Այս տեսանկյունից մենք եթե նայում ենք կառուցվածքը, արդեն ես ասացի, մեր վարկերի պորտֆելի, ասենք պատկերացրեք արդյունաբերությանը, որ կամ գյուղատնտեսությանը գնացող վարկերը մեկ ու այդ ներողություն 4 տրիլիոն դրամից ընդամենը եթե չեմ սխալվում 90 միլիարդ արդյունաբերությունն է աճը եւ մոտ 230-240 միլիարդ գյուղատնտեսությունն է աճը, եթե հիշողությունս չի դավաճանում։ Ի համեմատ օրինակի համար սպառողական պորտֆելի, որը 206 անգամ աճել է։ 206 անգամ։ Սպառողականը, այսինքն այդքան վարկերի մասին։ Այո, սպառողական վարկերի մասին։ Դրա համար երբ որ սպառողական վարկը ինչի համար մարդ վերցնում, որ ապրի, չէ՞, ճիշտ եմ հասկանում։ Երբ որ եկամուտը չի իրիկում, ասենք ենթային հեռուստացույց է ուզում գնել կամ ենթադրենք ընթացիկ ծախսեր, պետք է հոգա իր եկամուտները չի հիտնողում։ Իդեպ ստեղ էլ մեկ դիտարկում անեմ, ես կատեգորիկ չեմ ընդունում այն թեզը, որ այսօր ժողովրդի մեծամասնությունը լավ է ապրում, եւ դա թվերն են ասում։ Ես մասնագիտորեն եմ ասում, ցավոք մեր ազգային վիճակագրական ծառայությունը ՆԱՐԵԿ-ը չի հրապարակում հաշվեկշիռները տնային տնտեսությունների, հա, բայց մենք բոլորս էլ ունենք ակտիվներ եւ ունենք պարտավորություններ, հա, եթե օրինակ ունենք վարկ, դա իմ պարտավորությունների մեջ ֆիքսում է, ասենք 10 միլիոն վարկ ունեմ, պարտավորություններս կա։ Ակտիվ ունեմ ենթադրենք բնակարաններ, հող, շինություն եւ այլը, դա իմ ակտիվների մասը։ Եթե ունեմ ասենք 50 միլիոն ակտիվ եւ 10 միլիոն վարկ, բնականաբար զուտով ես մոտ 40 միլիոն ենթադրենք հարստության տեր մարդ եմ, զուտով որ վերցնենք, հա, բանի տեսանկյունից։ Հիմա տեսեք, երբ որ մենք խոսեցինք սպառողական վարկերի մասով, եւ որը որ ինձ շատ է մտահոգում, իդեպ կենտրոնական բանկը բավականին կոշտացրել է այդ բանը, որը գովելի է, հա, ասենք կապիտալի բուֆերների պահանջ է դրել, որ բանկերը այդքան չմրցեն իրար հետ, ավելի շատ վարկ, որովհետև իրականում սպառողական վարկի հետևը կանգնողները ես ամեն դեպքում մեծամասնությունը տեսնում եմ, որ այդ մարդիկ ճակերտավոր դեֆոլտի գնացող մարդիկ են, որովհետև իրանց եկամուտի աղբյուրները ես այդքան շատ չեմ տեսնում, որովհետև տնտեսության կառուցվածքի մասին ասեցի, այդտեղ ռիսկեր կան։ Եթե ասված մի առասեն ենթադրենք, այս փողը չգա, ինչ որ մի առումով հա չստեղծվի։ Հիմա մեր տնտեսությունը օրինակ այս տարի աճում է հիմնականում վարկերի հաշվին։ Վարկ է նահատարվում տնտեսությանը, որը որ տնտեսությունս քաշում է։ Մյուս տարի դու չես կարող անverջ, բանկերը չեն կարող անverջ վարկերով այդքան մեծ բան, որովհետև ռիսկայնության խնդիր կա, նորմատիվների խնդիր կա, ինչ որտեղ պետք է կանգ առնեն։ Եվ այդ պարագայում արդեն այդ վերակառուցումների բաների հետ կապված կարող խնդիրները սպառողական վարկերի մասով կարող են մենք ականատես լինենք NPL-ների աճի։ Հիմա մարդիկ ինչա տեղի ունեցել 2018 թվականից այսքան։ Ինչու համար եմ ես կարծում, որ միջին եւ ցածր եկամուտով մարդիկ ավելի վատ են այսօր ապրում, քան 2010 թվականին։ Տեսեք, Նարեկ ջան, ասենք, մարդիկ 3 աղբյուրից են եկամուտ ստանում, ֆիզիկական անձիկ։ Դա քո աշխատավարձ եւ դրան հավասարացված եկամուտներն են, դա տրանսֆերտներն են բյուջեից կամ արտաքին աշխարհից եւ դա կապիտալի սեփականատերն են, որոնք որ ռենտա են ստանում կամ բիզնեսի սեփականատերն, որոնք դիվիդենդ են ստանում։ Ինձ թվում է իմ այդ համակարծիք կլինեք, չէ, որ միջին եւ ցածր եկամուտով մարդիկ հիմնականում աշխատավարձ եւ դրան հավասարացված այս աղբյուրի սեփականատերն, որովհետեւ նրանք ակտիվ չունեն, նրանք բիզնես չունեն։ Միջինի պարագայում քիչ կասկածում ցածրը հաստատ։ Միջինն էլ, եթե դուք Բայց միջինը ինչ ենք ընկալում, պարոն Արամյան։ Տեսեք, եթե իրականում միջին եկամուտը մենք մտածում ենք, որ ինքը բիզնես սեփականատեր, ինքը ինչի պետք է միջին եկամուտով մարդ լինի։ Ինքը ավելի բարձր եկամուտով մարդ։ Ուսեք ամիսական 5 միլիոն դրամ աշխատողի միջին եկամուտը, թե բարձր եկամուտը։ Դա շատ լավ հարց եք տալի, որ այդտեղ կա հարաբերական ցուցանիշներ եւ կա բացարձակ ցուցանիշներ։ Բացարձակ ցուցանիշներով դա հարուստ մարդ է համարվում բանով, հա։ Եթե մենք վերցնում ենք օրինակ հայկական տնտեսությունը, թե համաշխարհային, ենթադրենք աղքատության այն գիծը, որը որ ենթադրենք
Համաշխարհային բանկը ասում է օրական $3 ցածր ծախսումներ ունեցողները աղքատ են, հետո դրանից հետո բարձրացնում է, հա, բանով։ Եթե նայում ենք հարաբերական ցուցանիշներով, այստեղ կարևորը արդեն քո մեդիանը եւ միջինը աշխատավարձերի կամ եկամուտների որտեղ է գտնվում, հա, որովհետեւ իրականում կարող է դա տարբերվի, կախված նրանից թե քո հասարակությունը պոլարիզացված է, ասենք բևեռացված է, թե չէ։ Բայց դնենք մի կողմ ամենակարևոր թեզն եմ ուզում ասեմ, տեսեք, իրականում դասագրքային ճշմարտությունն է, որ միջին աշխատավարձ ստացողները, հասկանում եք, դրանք հիմնականում բարձր եկամուտով մարդիկ չեն։ Միջին եւ ցածր աշխատավարձի ստացողները նրանք հիմնականում վաճառում են աշխատուժ, չունեն նրանք լրացուցիչ այլ կապիտալ, շատ մեծ կապիտալ, հիմնականում չունեն այդ կապիտալ եւ կարող է տրանսֆեր ստանան, կախված որոշակի բանից կարող են նաեւ ոչ։ Հիմա մենք նայենք ընդհանուր դինամիկան, տրանսֆերները այդքան շատ չեն աճում 18 թվականից այս կողմ գրեթե նույնիսկ նվազում կա Ռուսաստանում իրավիճակի փոփոխության կապված։ Մենք նայում ենք աշխատավարձերը, կապիտալը դնում ենք մեկում աշխատավարձերը նարեկ ջան, ես այդ հաշվարկները արել եմ վիճակագրական կազմակերպության ծառայության ցուցանիշների հիման վրա, միջին աշխատավարձը իրական առումով աճել է 30%-ից մի քիչ ավել։ Հա, բայց դա վատ ցուցանիշ է, թե լավ ցուցանիշ է։ Լավ ցուցանիշ է, բայց կա այդտեղ բայց։ Տեսեք, մենք այդտեղ հələ նույնիսկ չենք էլ հաշվի առնում հարկային վարչարությունը, որովհետև ժամանակին հարկային վարչարության բարելավումը բերում է նաև ֆորմալացման։ Մարդը նույն 200,000-ներ ստանում նախկինում 100-ը կանխիկ, 100-ը ոչ կանխիկ, հիմա 200,000-ը ենթենք 170-ն է ստանում կանխիկ։ Դա էլ դեռ հաշվի չեմ առնում։ 30-32% է աճում սովորաբար քո իրական աշխատավարձը լավ է, բայց մենք այստեղ մոռանում ենք, բայց ծախսերը ինչպես է աճել այդ մարդկանց մոտ, չէ՞ որ բարեկեցություն ասելով մենք պետք է հասկանանք, որ իր եկամուտը պետք է թույլ տա, որ եթե 2018 թվականին առնում էր, ենթենք 5 կաթոռ 5 սեղան, հիմա պետք է առնի 10 կաթոռ 10 սեղան, որպեսզի մենք փաստենք, որ իր մոտ բարեկեցության աճ կա, կամ առնվազն 6 կաթոռ 6 սեղան, ճիշտ է։ Հիմա այդ տեսանկյունից, որպեսզի նա կարողանա ավելի շատ իրան բարիք թույլ տա, որպեսզի ձեռք բերին, պետք է նաև նայենք, լավ, բա ծախսերը ինչ է եղել, եթե իրական եկամուտը այդքան է աճել, ուրեմն պետք է ծախսերն հաշվի առնենք, եւ այստեղ նայում ենք նաև սպառողական վարկերը, որը իր բալանսի մեջ կա, բայց եկամուտների մեջ չկա, եւ այստեղ ունենք մենք պատլուր, 206 անգամ աճել է սպառողական վարկերը, շուրջ 550 միլիարդից այսօր արդեն 1.6 տրիլիոնի հասնող մենք սպառողական վարկեր ունենք, ովքեր են օգտվում սպառողական վարկերից։ Հիմնականում միջին ու ցածր եկամուտների, որոնց եկամուտները թույլ չի տալի, որպեսզի ենթադրենք ամբողջ իր եկամուտի հաշվին հեռուստացույց գնեն, սառնարան գնեն, կամ ինչ-որ այլ գնեն, հասկանում եք։ Եվ հետո կարող ենք մենք հիմա այս ցուցանիշների հիման վրա փաստել, որ այդ ժողովրդի, այդ սեգմենտի վիճակը սոցիալական շատ ավելի վատացել է։ Այո, կարող ենք։ Դա են ասում թվերը, դա ես չեմ որ։ Պարոն Արամյան, շատ հետաքրքիր նկարեցիք վարկային հանգամանքը, մի հարցել եմ ուզում անդառնալ շարունակելով այս տրամաբանությունը, այ իշխանությունները մի կողմից իշխանությունները հայտարարում են ֆանտաստիկ ներդրումային միջավայրի մասին, մյուս դեպքում թույլ տվեք ասել խլում են մի ամբողջ ակտիվ Հայաստանի էլեկտրական ցանցերը, հա, եւ դա ներկայացում են ազգային նպատակներով, որ հեծը պետք է ազգին ծառայի, հեծը պետք է չնայած եւ այլն, այս կողմենքով։ Հիմա երկու հանգամանք կա, հա։ Հանգամանք համար 1 փողը կայունություն է սիրում, մարդիկ եթե տեսնեն թե ինչ է կատարվում, ասենք խոշոր ներդրումները, պետքա մի պահ մտածեն։ Բայց կա նաև քաղաքական հանգամանքը, որը երևի փողին թելադրող հանգամանք է ինչ-որ չափով էլ։ Այն է, որ արևմտյան աշխարհը, որտեղ փողն է հիմնականում, ծափահարում է տեղ ունեցող իրադարձությունների։ Հիմա կարող ենք ասել, եթե արևմտյան աշխարհը ծափահարում է, որ հեծը խլվում է Սամվել Կարապետյանից եւ ինչպես էքսպրոպրիացիա է ենթարկվում, այսպես բանենք բոլշևիկյան տերմինաբանությամբ խոսենք, դա ոչ մի ազդեցություն չունենա Հայաստանի ներդրումային միջավայրի վրա։ Ոչ։ Ես չեմ կարծում, որ կարող է գտնվել մեկ ներդրող, անկախ նրանից թե քաղաքական դիսկուրսը ինչպիսի դիրքորոշում ունի նկատի եվրոատլանտիկ ոլորտի, որովհետև բիզնեսմենները հենց նույն ասենք Եվրոպայի կամ Միացյալ Նահանգների յուս կարծում եմ չեն շտապի, որպեսզի Հայաստանում այսպիսի իրավիճակում ներդրում անեն այլ երկարաժամկետ։ Ինչու՞, որովհետև եթե ամեն ինչ քաղաքական
հենքերի հիման վրա է այդ տեղի ունենում Նարեկ ջան, դա նշանակում է առավել եւս որ Հայաստանը զլանում է իր միջազգային պարտավորվածությունները կատարել։ Մենք արբիտրաժի մասին ենք խոսում։ Այո, արբիտրաժի մասին, գիտեք, այդտեղ իհարկե մեկնաբանում են ես ցավում եմ, որ նույնիսկ Բարձրաշյան իրավական հիմքի պաշտպան փորձում է դա, հասկանում եք, մարդիկ մի քիչ պետք է մասնագիտական էթիկետը պահեն։ Հասկանում ենք, որ կուրսը քաղաքական այդպիսն է, բայց կա մասնագիտական բան։ Տեսեք, մենք ունեցել ենք մասնագիտական մեկնաբանություն եւ դա արժացավ պաշտոնից հրաժարում։ Միջազգային իրավական արդյունք վերասենյակի ղեկավարի։ Ինքը բնականաբար մասնագիտորեն էր ասել, որ գիտեք, ու շատ տրամաբանական է, որովհետեւ տեսեք, Հայաստանի Հանրապետությունը Կիպրոսի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների պաշտպանության այդ համաձայնագիրը ստորագրելով, նաեւ այնտեղ կա կետ, որտեղ ստանձնել է թե որը պետք է լինի պլատֆորման, որտեղ որ վեճերը պետք է լուծվեն, հա։ Դա Շվեդիայի բանն է։ Այո, Ստոկհոլմի արբիտրաժն է, ստորագրել են։ Եվ երբ որ ստորագրում ես, դու արդեն երկրորդը բացում ես այնտեղ կանոնները արդեն, այնտեղ գրված է, որ եթե դու ընտրել ես այս պլատֆորման, հետեւաբար այս կանոնները քո համար պարտադիր է։ Եվ այդ կանոնների մեջ հավելված կա, եթե չեմ սխալվում, 21-րդ կետն է, որը հողում է կատարում հավելվածը, եւ այնտեղ 9-ի առաջի թեզն է, կետն է, որտեղ որ ասում է, որ այդ interim injection կոչվեց, որը միջանկյալ արգելանքներ են, հա, դա պարտադիր է քեզ համար։ Կարող է պետությունը ասի, ես դրանից հրաժարվում եմ, այո, կարող է, դա նման է նրան, որ ենթադրենք մարդը վարկ է վերցնում բանկից, կարող է հրաժարվի, ասի չեմ վճարում, կարող է։ Ինչ է լինելու հետևանքը։ Բանկը գնալու է դատարան։ Դա այն է, ինչ որ մեր իրավական բարձրաշրջանի պարագայում կլինի։ Ներքին դատական համակարգում պետք է գնան ճանաչման ինստիտուտի պարտադրեն, կոպիտ ասածա, որովհետև մենք գիտենք այսօր դատական բանը ինչպես է տեղի ունենալու, բայց ինչ հետևանք է լինելու դա ներդրողների ընկալման վրա, բացասական, որովհետև ես փորձում եմ պարզ բացատրեմ, ինչ ընկալում կլինի դուք որպես պատկերացրեք բանկի ներկայացուցիչ եք այն վարկառուի վերաբերյալ, որը հրաժարվում է իր ստորագրած պարտավորությունները կատարելու։ Ինչ պատճառներով, կարևոր չէ, ասում։ Բնականաբար ոչ այդքան լավ։ Ես նույնիսկ պատճառների մասին առիթ է եղել, Նարեկ ջան, խոսել եմ, գիտեք, եթե քաղաքականը մի կողմ դնենք, ամեն դեպքում մարդիկ նայելու են նաև պատճառները, որ իրականում ինչպես է կառավարվել հեծը։ Եթե դուք հասցնեք ֆինանսիստներին, ինչպես նրանք կմեկնաբանեն, հա, իդեմս օրինակ ինձ։ Ես առաջի հերթին ինչն եմ նայում, որպեսզի պատկերացնենք ես ոչինչ չգիտեմ ինչ է կատարում։ Ես ինչպես դատողություն կանեմ հեծը լավ է կառավարվել, թե ոչ, որտեղ այսօրվա դրությամբ կառավարության հիմնական մեխը, թեզը, հեծը վատ է կառավարվել, այո, լավ, եթե փողեր են կերել, չգիտեմ, աշխատավարձեր են բարձր տվել։ Հիմա տեսնենք բանը։ Ես ինչպես եմ այդ դատողությունները կատարում։ Վատ մենեջմենթը, Նարեկ ջան, իմ հետ կհամաձայնեք, պետք է հանգիստնի վնասաբերության։ Որտեղ դրանով ենք դատողություններ անում, լավ է կառավարում, թե բացառվում է լավ կառավարումը, անընդհատ պերմանենտ վնասաբերություններ ունենա։ Ես օրինակ վերցնում եմ, նայում եմ հեծի կառավարումը միջև Սամվել Կարապետյանի մինչև 15-ով ենք խոսում։ Միջև 14 թվականի վերջ եւ 14 թվականի ցեսկում, հա, օրինակ այն ժամանակ ՌԱՕ-ի կառավարման ներքո է եղել եւ երբ որ բացում ես օրինակ PNL կոչվող հաշվետվություն, եկամուտ ծախս հաշվետվությունը, տեսնում ենք, որ անընդհատ վնասներով է աշխատել։ Ինչ է նշանակում վնասը հեծի պարագայում։ Դա նշանակում է հարգելի քաղաքացի, տարիֆները պետք է բարձրանան, որպեսզի դու վճարես, որպեսզի հեծը մնա կայուն։ Հակառակ պարագայում հեծը այն միջանկյալ օղակն է ձեր եւ մնացած արտադրողների միջեւ, եթե հեծը գնահատանքանա, ինչ է լինելու տնտեսության վիճակը, դա չի կարող լինել, որովհետեւ համակարգաստեղծ ինքը կարևորագույն հանգույց է։ Եվ այդ պարագայում բնականաբար մենք նաև ականատես ենք եղել անընդհատ տարիֆի փոփոխությանը։ Այսինքն վատ կառավարման արդյունքում վերջնական չեկը վճարել է հասարակ քաղաքացին։ Ինչ ենք տեսնում Սամվել Կարապետյանից հետո, ի նկատի ունեմ իր թիմի մենեջմենթից հետո, օրինակ եթե նայենք 14 թվականը, շուրջ 10 միլիարդի վնաս է ունեցել հեծը, ինչ է եղել 15 թվականին, 20 միլիարդից ավել եկամուտով է ունեցել։ Դրանից հետո եւս Причем տարիֆ չի բարձրացվել։
տարիֆ չի բարձրացվել, միջև վերջերս ընդհանրապես տարիֆի մասին չի խոսել։ Ինչու տարիֆ չի բարձրացել, որովհետև հեծը եղել է շահութաբեր։ Ինչու է շահութաբեր եղել, որովհետև այլ հավասար պայմաններում միջին վիճակագրական ֆինանսիստի կամ կառավարումից մի քիչ թե շատ հասկացողին, եթե տակ այդ ֆինանսական հաշվետվությունները, նրանք ասեն, որ կառավարումը բավականին լավ է եղել։ Ինչ է ուր է գնացել այդ շահույթները։ Չէ՞ որ ասենք այդ շահույթները, որպեսզի կարողանանք մարդիկ վերցրել տարել են, գիտեք այնտեղ գնում են չնչին բաների մեջ, գիտեք այս աշխատավարձը սա գլոբալ դու որպեսզի կարողանաս մարդուն այդպիսի այսպես ասած իհարկե մեր պետական իրավական մասը ես ցավում եմ որ երբեմն նաև իրեն շուրջ հնչում է ազգայնացում տերմինը լինելով իրավական համակարգի բարձրաշան պաշտոնյա ազգայնացումը արգելված է եւ ներդրումների պաշտպանության մասին օրենքով եւ սահմանադրությամբ եւ այո չկա դա պետք է խոսքը գնալ հասկանում եք գոնե իրենք այդ տերմինը պետք է չօգտագործեն պետք է օգտագործեն արգրավում կամ բռնագրավումը ասում եք որը փոխհատուցման ենթակա է բայց դա դնենք մի կողմ լավ է տերմինոլոգիան հիմա տեսեք ինչ է արել այդ եկամուտները հեծը վերաներդրել է որտեղից ենք մենք դա տեսնում բացում ենք կանխիկ հոսքերի հաշվետվությունը եւ ինդիդե բոլոր այս հաշվետվությունները Նարեկ ջան աուդիտի եզրակացությամբ հավաստվել է որ դրանք ճշմարտանման է ճշմարտությունն են ովքեր են աուդիտորները եղել Big 4-ի 4 խոշոր խմբի մեջ մտնող հեղինակավոր աուդիտորական ընկերություններ եւ նրանք փաստել են որ այո այդ ցուցանիշները ճիշտ են ինչ է եղել այդ շահույթների հետ գնացել է ներդրվել է ենթակառուցվածքները այնտեղ կտեսնենք ասենք physical asset purchasing ֆիզիկական ակտիվների կամ կապիտալ ծախսերի կանխիկ հոսքերի investment ներդրումների բաժնում է լինում հա որովհետեւ կանխիկ հոսքերը 3 բաժին ունի գործառնական ինվեստիցիոն եւ ֆինանսական հա ինվեստիցիոն մասով մենք տեսնում ենք որ վերաներդրվել է ընդամենը 1 տարի է 10 տարիների ընթացքում Սամվել Կարապետյանի թիմը ի նկատի ունեմ կառավարման ընթացքում որ դիվիդենդ բաժանել ընդամենը 11 միլիարդի այն դեպքում երբ որ դուք նայում եք օրինակ ներդրումները որովհետև ներդրումները մենակ շահույթի չեն ֆինանսավորում չէ որ ընկերությունը նաև պարտատոմսեր է թողարկել այդ նայից որ նայում եք ընդհանուր մինչև 40 միլիարդի տարեկան հասնող ներդրումներ են ունեցել հետևաբար այս ֆինանսական պատկերի շրջանակում գնալ եւ արբիտրաժում փորձել հիմնավորել որ հանրային վնասներ են տվել շատ բարդ խնդիր է լինելու շատ բարդ իսկ կարեմուտքի քաղաքական աջակցությունը չի բերի արբիտրաժի որոշման գիտեք եւ այո եւ ոչ ես կարծում եմ որ ամեն որտեղ ներողություն իմ մոտ տպավորությունն է որ ասենք եթե այս իշխանությունները ուղի եթերում փոքրիկ երեխայի ուտեն կներեք այս հանիբալիստական բանի համար միևնույնն է արեմուտքից կստանան օվացիաներ հնարավոր է գիտեք այդ երկակի ստանդարտը ինձ էլ որպես մասնակից դուրս չի գալու դա ամբողջ աշխարհում մենք տեսնենք օրինակ ինչ է կատարվում ենթադրենք նույն Գազայում հա որտեղ որ երեխաներ են մահանում հազարավոր բայց նույն դեմոկրատ ենթանք երկրները որոշակիորեն ոչ մի ռեալ բան չեն անում ընդհանրապես հայցարարություններ եւ այլն նույնը Արցախի պարագայում չեղավ դա համար դա այդ երկակի ստանդարտներն են բայց ամեն դեպքում ես ինչ եմ ենթադրում ամեն դեպքում Ստոկհոլմի արբիտրաժը ինքը ունի նաեւ credibility կոչված է իր վարկունակությունը ես չեմ կարծում որ մեծ է հավանականությունը որ այլ վճիռ կկայացվի քան Սամվել Կարապետյանի օգտին ինչու որովհետեւ երկու կարևորագույն հանգամանք առաջինը ես արդեն նշեցի հա որը որ եւ երկրորդը դա կարգապահությունն է գիտեք երբ որ կողմերը վիճում են արբիտրաժում շատ կարեւոր է թե կողմերը նաեւ process-ում ինչպես են իրենց պահում հասկանում եք եւ եթե մի կողմը ասում է գիտեք ես նույնիսկ ձեր միջանկյալ վճիռը չեմ կատարել բերեք հլա ինձ մոտ ճանաչեք գիտեք արտադրության նախարարը խոսում է հանրային կարգից որևիցե միտեղ ես նույնիսկ իրավաբան չեմ բայց նույնիսկ ես ինքս գիտեմ դա ինչ է նշանակում էլ հանրային կարգը որևիցե միտեղ գրված չկա սերին արեք դա լուրջ ասենք ակադեմիական մակարդակի այսպես ասած մեկնաբանություն է պահանջելու որպես դու ասես որ դա հանրային կարգի խախտում է իհարկե դա դրա մեջ մսում է քոնեզրությունը մշակույթը ընդհանուր գրված եւ չգրված նորմերը եւ այլ որոնք որ քո ամբողջ հանրային կարգի ամբողջականությունն են անում հետեւաբար նրան որ հանրային կարգի խախտման է կամ ասենք վնասման է կամ հակառակ է
այս բանը դա ապացուցելը դա բավականին բարդ բան է լինել, չնայած մեր հայկական իրականության մեջ ամեն ինչը հնարավոր է։ Այլևս այո, ներողությունը ցինիզմի համար, բայց դա է ասում այսօրվա իրականությունը։ Բայց դա արբիտրաժի աշկերով արդեն դա վատ երևույթ է։ Եվ այսօրվա դրությամբ մենք ունենք երկու ուժեղ փաստարկ հոգուտ Սամվել Կարապետյանի։ Առաջինը, որ թվերով դա ապացուցված չէ, որ նրա մենեջմենթը հանգեցրել է էական վնասի, որտեղ 10 տարի տարիվ չի բարձրացել։ Ես արդեն ասեցի։ Այդ արդեն ցուցանիշ է։ 10 տարի ընդամենը 1 տարի է, որ հեծը եղել է վնասաբեր, դա եղել է 2020 թվականը, եւ մենք գիտենք ինչ է եղել, դա պանդեմիայի տարին է եղել։ Պանդեմիա եւ պատերազմի տարի է եղել, հասկանում եք, եւ այդտեղ մենք տնտեսական անկում ենք ունեցել այդ տարվա ընթացքում, ակնհայտ էր, որ ֆիքսված ծախսերը քեզ մոտ երբ որ ընկնում է քո եկամուտները, ֆիքսված ծախսերը կարող է որոշակիորեն խժռել բանը։ Մասած բոլոր տարիների ընթացքում որևիցե տարի չի եղել, որ թողերցնեն նայեն ցուցանիշները։ Ես ամբողջությամբ նայել եմ 15-ից մինչև 24 թվականի ֆինանսական հաշվետվությունները, որևիցե տարի չի եղել, որ նա վնասով աշխատի։ Այդ պարագայում գնալ փորձել փաստել, որ այնտեղ շատ վատ կառավարում է եղել, դա գրեթե անհնարին բան է լինելու, թող փորձեն, չգիտեմ, բայց ինչ է սա նշանակելու իհարկե նորից հետգանքն արտաքին ներդրողների համար։ Ես արտաքին ներդրողների մասով Նարեկ ջան, նույնիսկ ձեր տաղավարում կհիշեք տարիներ առաջ, երբ որ առաջի ոչ թափանցիկ գործարքը տեղի ունեցավ Քաջարանի մասով։ Հասկանում եք, այդ ժամանակ ասեցի, գիտեք, դա շատ վատ նախադեպ է, որովհետև ներդրողները բավականին զգայուն են այդպիսի բանից, ասեմ ավելին, նույնիսկ կառավարությունում կան որոշակի մասնագիտական շրջանակ, որոնք իրանք էլ այդ մասին ասացին, հիմա չեմ ուզում այդ մարդկանց անունները տամ, որ խնդիրներ, բայց նրանք էլ դա ընդունեցին եւ գրագետ ձևով ընդունեցին, հասկանում եք, որ այո, դա խնդիր է իրականում, որովհետեւ տնտեսվարողը կարևոր չէ դու նույն ոլորտի մեջ ես, թե նույն ոլորտի մեջ չես։ Ընդհանուր երևույթն է, եթե դա թաքնված ինչ որ ոչ թափանցիկ գործարքներ են տեղի ունենում, դա ներդրողի ընկալման մասին բացասաբար է անդրադառնում։ Հիմա եթե մենք նայում ենք օրինակ օտարերկրյա ուղղակի ներդրումները, ինչ դինամիկա ենք տեսնում, օրինակ 24 թվականին արդեն տեսնում ենք, որ բավականին դանդաղել են։ Բավական ընդամենը 44 միլիարդ է եղել մեր օտարերկրյա ուղղակի ներդրումները իրական հատվածում։ Եթե դրանից էլ հանում եք վերաներդրված շահույթը, որը ես միշտ ամեն անգամ ասում եմ, մեզ մոտ օտարերկրյա ուղղակի ներդրումների գերակշիռ մասը վերաներդրված շահույթն է։ Այսինքն դրսից դա պատկերացնում եք, չէ՞, ինչ է ելնում, ասեմ, ոչ ռեզիդենտ սեփականատերերը, որոնք այստեղ ակտիվներ ունեն, տարին ավարտվում է, շահույթ է ունենում։ Փողը թողում են Հայաստանում։ Փողը թողում են Հայաստանում, դա գրանցվում է որպես, այո, դա գրանցվում է որպես օտարերկրյա ուղղակի ներդրում։ Հասկանում եք, եթե դա էլ մաքրում եք, դա ընդհանրապես նույնիսկ այո, ոչինչ չի մնում։ Եվ սա ակնկալելի էր։ Էլ չասեմ, որ կառավարության ծրագրով 21-26 թվականների, եթե նա չեմ սխալվում, հանրային ծրագրով դրված էր նիշ 6% հնայի մեջ։ Օտարերկրյա ուղղակի ներդրում, որոնք հիմա այսօր իրանք բավականին լուրջ են։ Պարոն Արամյան, մենք բավական երկար ժամանակ է զրուցում ենք, շատ շնորհակալ եմ հրավերություն տնելու, այսքան հանգամանալից 3 խոշոր այսպես թեմաների մասով բավական մանրամասն զրույց ունեցանք։ Իմ հյուրն էր Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։